Իրական դարձը կախված չէ ազգային պատկանելությունից։ Այսի այդ հպարտության գագաթնակետն է, երբ որ մեր ազգային պատկանելությունը ավտոմատ հավասար է դառնում դացի ապաշխարության կամ փրկության հետ։ Սա խապկանք է, սիրելիներ։ Սա այն խապկանքն է, որով որ նույնիսկ շատ դեպքերում մենք ենք տառապում։ Մտածում ենք, դե եթե ամեն Կիրակի գալիս եմ Աստծո խոսքը լսում եմ, ուրեմն վերջ ամեն ինչ բան նորմալ է իմ մոտ։ Որովհետեւ խնդիր չունեմ, կարիք չունեմ ոչ Քրիստոսի, ոչ հավատքի, ոչ խոսքը կարդալու, ոչ աղոթելու, ոչ մի բանի կարիք չունեմ։ Շատ դեպքերում գիտեք ինչ են կանգնում, ասում են գիտեք կալվինական ուսուցման շրջանակներում, ասում են, այդ կալվինիստները գիտեք ինչ են ասում։ Ասում են, եթե մի անգամ փրկվել ես, վերջ, ապահովագրված ես, գնա մեղ գործի, հանգիստ քո համար ապրի։ Սա ուղղակի անհեթեթություն է ու սրա մասին Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, որ եթե որևիցե մեկը ասում ենք, որ փրկված ենք, դա չի նշանակում կամ որ պետք է գնանք մեղքերը շատացնենք, որ շնորհքը բարձրանա։ Չի լինում տենց բան։ Եթե Քրիստոսի մեջ ենք, ուրեմն այլևս մեղքի մեջ չենք կարող լինել, մեղքի գերի չենք կարող լինել, սիրելիներ։ Չի կարող, այդ ուղղակի չի տեղավորվում մեկը մյուսի հետ։ Դրա համար ազգային պատկանելությունը, եկեղեցական պատկանելությունը, քահանայի թոր լինելը որևիցե մեկին չի փրկում, որևիցե կերպով առավելություն կամ արտոնություն չի տալի, ասեմ ավելի վատ, նույնիսկ որոշ դեպքերում վնասել է տալի, գիտեք ինչու՞, որտեղ ոնց որ դու փարիսեցիներն ու դպիրներն էին ասում, դու էլ ինքդ քո համար ասում ես, ինչ ունեմ մտածելու, ազգանունս լսել եք, ես ինչ Տեր Պետրոսյան կամ ես ինչ, պապս քահանա է եղել, ճշմարիտ դարձ ապաշխարությունը ազգային պատկանելության հետ կապ չունի, սերներ, եկեղեցական պատկանելության հետ կապ չունի, քո սերնդաբանության հետ կապ չունի։ Մի խափեք ինքներդ ձեզ, եթե իսկապես ճշմարտապես Տիրոջը չեք հավատացել, այդ ամեն ինչը ոչ միայն լավ չի, այլ շատ դեպքերում վնասում է ձեզ, որտեղ ինքներդ ձեզ խափում եք։ Ասում եք, որ Քրիստոսին եք, բայց Քրիստոսինը չեք։ Ասում եք, որ քրիստոնյա եք, բայց քրիստոնյա չեք։